եկաք տաղավար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ, որ դուք այս տաղավարը ունեք եւ ես կարող եմ այստեղ արտահայտվել։ Դա տեսեք, մի քանի շնորհակալ եք արձագանքի համար, թեմաներ ունենք, որոնց հետ կապված կտեսեք ձեր տեսակետը։ Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել մեր հայրենակիցները եւ դատավճիռների բողոքի քննություններ վերջերս ընթանում եւ արդեն Արցախի նախկին ղեկավարների գործող պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ Արցախի նախկին նախագահ նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալհավերդյանի, Մելիքսեթ Փաշյանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ին դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյանների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը մեր հայրենակիցները ըստ էության այս իշխանության բացի թողի եւ անտարբերության հետևանքով այսօր շարունակում են Բաքվի բանտերում գտնվել։ Այո, այն որ այս մաֆիայի խմբակը իր պատճառով եւ իր հետևողական համաձայնությամբ պահում է մեր ընտանիքի անդամներին Բաքվի բանտերում, դա գիտենք բոլորս, բայց ես կուզեի այս հարցին մի քիչ ավելի տենց պատմափիլիսոփայական եւ քաղաքական տեսանկյունից նայենք, փաստորեն ինչ էր փորձում Ադրբեջանը անել մեզ հետ։ Ուրեմն Իսրայելը մի հատ բան կար, ֆաշիստ կար, Էյքման էր անունը, որը տենց միջին տենց օղակների բան էր, գործունեություն էր ծավալում, հա, կազմակերպում էր ոնց որ հрьяաներին տանել այդ բան մեկուսացման ճամբարներ, Օսվենցիմ, Տրեմբլինկա եւ այլն։ Եվ Իսրայելը տարիներ անց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 50-ականներին այս Էյքմանին հայտնաբերում է, Արգենտինայում է լինում, ու Էյքմանին բերում է հատուկ օպերացիա իրականացնում, այնտեղից գողանում է ու բերում է Իսրայել եւ մեծ աղմուկով դատավարություն է իրականացնում։ Այդ դատավարությունը ինչի համար էր? Այդ դատավարությունը նրա համար էր, որպեսզի աշխարհի մոտ կրկին Իսրայելի ցեղասպանության հանդեպ այդ տհաճությունը առաջացնի, հա, եւ որպեսզի աշխարհը համախմբվի եւ դատապարտի հрьяաների ցեղասպանությունը, հոլոկոստը։ Հիմա փաստորեն Ադրբեջանը փորձում էր այս մեթոդով էյքմանական դատավարություն իրականացնել հայերի դեմ, բայց չստացվեց։ Ոչ միայն չստացվեց, այլև այդ դատավարությունների ընթացքում Ալիևի դեմ միջազգային դատարանները վճիռներ էին կայացնում։ Մասնավորապես մենք գիտենք, հա, այս մի շաբաթ առաջ էր, որ ՄԻԵԴ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հօգուտ հայերիս վճիռ կայացրեց ապրիլյան պատերազմի ժամանակ խոշտանգված եւ գլխատված մեր զինվորների գործի հետ կապված։ Ոչ միայն չստացվեց, այլ նաեւ Ալիևի մոտ ստացվում է այս դատավարությունները, չգիտեմ, իրենց ներքին բաքվյան կանոններով, այսինքն առանց կանոնների դատել մեր հայրենակիցներին, որովհետեւ Հայաստանում կան այս Ալիևյան ահաբեկչական խմբավորումը, որը աջակցում է Ալիևի ռեժիմին, որ այս գործողությունները իրականացնի։ Մասնավորապես, օրինակ միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելը հենց այդ տրամաբանության մեջ է, չէ՞, որովհետեւ միջազգային դատարաններում երբ որ կան Ադրբեջանի դեմ հայցեր, մարդկության դեմ հանցագործության վերաբերող, ռասիզմի վերաբերող, դա Ադրբեջանին պետք է զսպի առհասարակ որևէ գործողություն անելուց եւ Ադրբեջանին ներկայացնի որպես հանցագործ։ Եվ այդ դատավարությունները հօգուտ լինելու են այն մարդկանց, ովքեր այդ բանտերում հիմա նստած են ապօրինի, առևանգված են եւ պատանդ են ապօրինի Բաքվի բանտերում։ Բայց սրանք փորձում են հետ կանչել այդ դատավարությունները, այսինքն թույլատրում են Ադրբեջանին, որպեսզի շարունակի իր գործունեությունը եւ կարողանա հայերիս վատ լույսի ներքո ներկայացնի, ինչը կրկնում եմ չի ստացվում Ադրբեջանի մոտ եւ չի ստացվելու, ինչու չի ստացվելու, որովհետեւ պարզ պատճառով Արցախի ինքնորոշման իրավունքը ինքը հենց երկրորդ համաշխարհային պատերազմի ֆաշիզմի դեմ հաղթանակից բխած իրավունք է։ Հիմա փաստորեն Ալիևը փորձում է անել մի բան,
որը համապատասխանում է, ասենք, հետֆաշիստական հարաբերություններին աշխարհի, նկատի ունեմ Էյքմանական դատավարությունը, բայց անում է նրանց դեմ, ովքեր հենց օգտվել են այդ ֆաշիզմի դեմ հաղթանակի կարգ ու կանոնից, հասկանում եք, ըստեղ այս կարճ միացում է տալիս, էլի, չի ստացվում դրա համար իրանց մոտ։ Ու այս քաղաքակրթական պայքարում իհարկե մեր ընտանիքի անդամները Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, որը չմոռանանք, որ ներդրում ունի Հա, բայց դա չի նշանակում, որ նա պատանդ չի, հա, բայց նա մեր ընտանիքի անդամ է, որովհետև այո, մեր ընտանիքի անդամները կարող են լինել, կարող են նաև սխալվել։ Ինչևէ, ուր հասա, հա, ում անունը չտվեցի, թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ում անունները ես չտվի, բայց Դավիթ Բաբայանի անունը չեմ հիշում տվեցի, թե չտվեցի, բայց հա, բոլորին վերաբերում է եւ բոլորը մեր մտքերում են եւ մեր ամենօրյա քնել զարթնելը, գործողությունները պայմանավորված է նրանց ազատելու հնարավորություններ ստեղծելով։ Ցավոք սրտի, եթե շուտ իմանայինք, որ մտնելու ենք այս պայքարի մեջ, գուցե հենց մանկուց դրան համապատասխան մասնագիտությամբ աճ էինք ձևավորվենք, որ ավելի հեշտ լիներ, բայց դե հիմա այս տարիների ընթացքում սենց դեսից դենից սովորում ենք եւ կապեր ենք ձեռք բերում, որ կարողանանք ինչ-որ բան անենք։ Տեսեք, Հովհաննես, դուք ձեր խոսքում անդրադարձաք, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ վստահ եմ, ես կուզեմ նաեւ Փաշինյանի արձագանքին անդրադառնանք, բայց այդուհանդերձ, ըստ էության շատերի կարծիքով սա միֆ է, իր հերթին բլեֆ, որովհետեւ այսօր Իսրայելում հեռացող կառավարություն է, հոկտեմբերին ընտրություններ են իրանց մոտ, բայց մեկ ուրիշ հարց է ուզում տալ, հատկանշական է, որ Իսրայելի այս քայլին անդրադարձել է Սերժ Թանկյանը, մի մարդ, որը Արցախի հայաթափման, Արցախի հանձնման հետ կապված ըստ էության ասելիք չուներ։ Մի մարդ, որը մոլորեցնում էր 2018 թվականին հայ ժողովրդին։ Չէր մոլորեցնում, չէ, դա ուրիշ պատմություն է, դա ուրիշ զրկվելուց ենք։ Հա, լավ, այդուհանդերձ ասելիք չուներ Արցախի հետ կապված։ Այսօր ասելիք չունի, թե ինչպես են մեր հայրենակիցները խոշտանգում, այսօր ասելիք չունի, թե եւ Հայաստանում եւ Բաքվում։ Այս ամենի հետ կապված խնդրեմ, այս անձի հետ կապված։ Դե եկեք մինչև Սերժ Թանկյանի դեպքին անցնել, եկեք մի հատ Իսրայելի կառավարության կողմից միաձայն հայոց ցեղասպանության ճանաչումը հասկանանք, որը չի նշանակում դեռևս Իսրայելն է ճանաչել, Կնեսետը իրենց խորհրդարանը հիմա կակրած գնում է արձակուրդի ու դժվար մոտորերս ճանաչեն, բայց մի հատ փորձենք հասկանալ, այստեղ երկու հանգամանք կա, մեկը բարոյականությունն է, մեկը իրավականն է, որը իրավականը եկեք այս պահին չվերլուծենք, մյուսը քաղաքական ռազմավարականն է։ Բարոյական տեսակետից Իսրայելը եւս այս պահին իրենց վարչակարգը ցեղասպան վարչակարգ է Նեթանյահուի գլխավորությամբ, նրանք կոտորում են պաղեստինցիներին եւ միջազգային իրավունքը խախտելով Իրանի դեմ են հակամարտում, վերացնելով նրանց առաջնորդներին, ինչը անթույլատրելի է։ Բայց սա բարոյական կողմն է։ Հիմա եկեք հասկանանք ռազմաքաղաքական կողմը, քաղաքական, ռազմավարական կողմը։ Փաստորեն Իսրայելի ու Թուրքիայի հակամարտությունը խորանում է այն պատճառով նաև, որ Թուրքիան փորձում է մուսուլմանական աշխարհում դերակատարություն ստանձնել առաջնորդության եւ Իսրայելը փորձում է այդ ցեղասպանության կենսագրությամբ զսպել դա եւ պաղեստինցիների դեմ այս իրականացվող ցեղասպանությանը Պաղեստինի պաշտպանության տակ առնելով Թուրքիան նաև այս հակամարտությունը նաև այս տեսակետից է խորացնում եւ բնականաբար այնտեղ կան նաև տնտեսական շահերով պայմանավորված հանգամանքներ, բայց ինձ ճիշտ ասած միշտ ավելի շատ հետաքրքրում է գաղափարափիլիսոփայականը, հա, որովհետեւ դրա արդյունքում է որ տնտեսականը սկսվում է գործել։ Ինչևէ, հիմա երբ որ Իսրայելը բնականաբար այս հակամարտության մեջ պետքա հարվածի Թուրքիային, չէ, ասենք երկու բոքսեր գնում են ռինգ եւ սկսում են իրար հետ բան անել, կռվել։ Հիմա տեսնում է որտեղ է բաց տեղը, ասենք փորը բաց է, փորին է, չէ, խփում, ենթադրենք։ Հիմա Թուրքիայի բաց տեղը այդ հայոց ցեղասպանությունն է, եւ ոչ միայն հայոց ցեղասպանությունը, այլ հույների, ասորիների, եզդիների, ալևիների ցեղասպանություններն է։ Հիմա Իսրայելը օգտագործում է այդ շանտաժի խաղակարտը, որ Թուրքիա խելոք պահի քեզ, որովհետև քո կենսագրության մեջ կա ցեղասպանություն, եւ այդ ցեղասպանությունը դատապարտելով
մենք ամբողջ աշխարհով մեկ ենք քեզ համար խնդիրներ ստեղծելու։ Եվ այս խաղակարգը իհարկե միայն Իսրայելը չի օգտագործում, սա շատ հաճախ Բրիտանիան է օգտագործում, այդ շանտաժի խաղակարգը, Ամերիկան էլ է հաճախ օգտագործել, այսինքն Թուրքիային զսպելու ինչ-որ մեխանիզմ է։ Հիմա այդ խաղակարգը օգտագործելուց հետո Ադրբեջանը ընկնում է արձագանքելու պարտադրանքի մեջ, երկընտրանքի մեջ անգամ, որտեղ մի կողմից Իսրայելին են դաշնակից է Արցախը գրավելու համար, որովհետև Իսրայելը Իրանի դեմ աջակցում է Ադրբեջանին, բայց մյուս կողմից է Ադրբեջանը ավելի սերտ դաշնակից է Թուրքիայի հետ, հա, նույնիսկ ասենք զորով ուզում են էթնիկ ծագման վրա այդ դաշնակցությունը կապել, ու հիմա Ադրբեջանը բնականաբար պետք է երկընտրանքի առաջ է, պետք է ընտրի, նա ընտրում է Թուրքիայի, եւ այս հակամարտությունը խորանալու պարագայում ոնց որ Ադրբեջանն ու Իսրայելը իրարից հեռվանալու են, այսինքն Ադրբեջանը ոչ թե երկու դաշնակցով է հակամարտելու Հայաստանի դեմ, այլ ավելի տենց կարող է եւ ստացվի այնպես, որ Իսրայելը սկսի խժդժություններ ադրբեջանական այս վարչակարգի համար։ Եվ ռազմավարական տեսակետից բնականաբար մեզ ձեռնտու է, որ Իսրայելը այդ շանտաժի խաղակարգը օգտագործում է եւ բնականաբար ձեռնտու է, որպեսզի Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները չմնան նույնը, ինչ որ հիմա են։ Ու այս տեսակետից գալիս է արդեն հասնում է այն մնացած խոսակցությունները։ Մեզ համար դժվար չի ասել ապրեք, որ ճանաչեցիք հայոց ցեղասպանությունը, ճիշտ եք արել, բայց մենք էլ որպես ցեղասպանություն ապրած ազգ կներեք, բայց բանը էլի պաղեստինցիների հետ էս ինչ եք անում, կամ ասենք Իրանի հետ էս ինչ եք անում։ Այսինքն այս պահին Իսրայելին է պետք, որպեսզի այդ խաղակարգը օգտագործի, խնդրեմ, օգտագործեք այդ խաղակարգը ձեր շահերի համար, որը կհամընկնի մեր շահերի հետ, բայց այնտեղ այլ քաղաքակրթական շահեր կան, որից մենք չենք նահանջելու։ Հասկանում եք, պարտադիր չի ամեն ինչին sense միանշանակ արձագանքել։ Այո, մեզ պետք է, որպեսզի Իսրայել-ադրբեջանական դաշնակցությունը թուլանա, բայց մեզ նաև պետք է, որպեսզի պաղեստինցիները չկոտորվեն այդ անմարդկային այդ պայմաններում, նաև պետք է, որպեսզի Իրանին հարգեն եւ նրանց ռազմաքաղաքական ղեկավարությունը, ասենց ուղղակի տես ոչի բան չի եղել, էլի չսկսեն վերացնել եւ հարգեն միջազգային իրավունքը։ Հիմա ըստեղից արդեն գալիս է այն մնացած բաղադրիչները, օրինակ Սերժ Թանկյանի արտահայտությունը։ Սերժ Թանկյանի արտահայտությունները ուղիղ համեմատական է Թուրքիայի շահերի հետ։ Եթե դուք նայեք Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, հայտարարության մեջ միայն մի բան է պակասում Սերժ Թանկյանի ասածի հետ։ Սերժ Թանկյանը հղում է անում իր նախնիներին, այսինքն նաև իմ նախնիներին, որտեղ իր նախնիները իմ նախնիներն են, մենք նույն ընտանիքից ենք եւ նույն ընտանիքին են կոտորել, ասում է դուք չեք կարող իմ, չգիտեմ, նախնիների արյան վրա տենց բաներ անեք, դուք ինքներդ եք էսեք ենեք, իսկ Թուրքիայի տարբերությունը այն է, որ ինքը ասում է չի եղել ցեղասպանություն, բայց դուք ինքներդ տեսեք թե ինչ ցեղասպաններ եք եւ տեսեք թե ինչ եք անում։ Այսինքն այստեղ Սերժ Թանկյանը պրոբլեմա իմ երկրի ռազմավարության համար, ինքը պրոբլեմ է ստեղծում, որովհետև եթե Իսրայելի այս խաղակարգը օգտագործելը կարա օգտակար լինի Հայաստանի ապահովության համար, Ադրբեջանին զսպելու համար, հիմա Սերժ Թանկյանն է այդ իր հեղինակավոր կարծիքով բանա սահմանափակում է իմ մանևրելու հնարավորությունները։ Ընդ որում ես ու Սերժ Թանկյանը համաձայն ենք, որ Իսրայելը Պաղեստինում ցեղասպանություն է իրականացնում եւ երկուսս էլ դատապարտում ենք, բայց ինքը փաստորեն աջակցում է այս պահին Թուրքիային բանին, տեսակետին, որ Իսրայելը չի կարա ընդունի ցեղասպանությունը, բայց կներեք, եթե մենք որոշում ենք, որ աշխարհում ցեղասպանության դատապարտումը պետք է լինի հրեշտակների միջոցով, այդ դեպքում մենք Ֆրանսիային, այդ դեպքում մենք Կանադային, Բելգիային, Ամերիկային պետք է չընդունենք նրանց ցեղասպանության ճանաչումը։ Սերժ Թանկյանը մի երկրի քաղաքացի է, որը 30 միլիոնով բնիկների է կոտորել։ Էլ չասած թե ինչեր է արել Իրաքում, Վիետնամում,
լավ Վիետնամը պատերազմական էր, լավ բան չէր գնացել այնտեղ ցեղասպանություն աներ, այլ պատերազմի մեջ էր։ Նույնիսկ կարելի ասել Իրաքի մասին, միտք չուներ վերացնել, այսինքն այդ էթնիկ խմբին, բայց բնիկներին միտք ուներ, մտածված ինքը վերացնում էր բնիկներին։ Կանադան մինչև 1996 թվականը ցեղասպանություն է արել։ 1996 թվականը դա 30 տարի առաջ էր։ Դա Հայաստանի առաջին կեղծված ընտրությունների տարին էր, որպեսզի ավելի մոտիկ լինի, պատկերացրեք, հա։ Ինչ էր անում։ Վերցնում էր բնիկներից իրենց երեխաներին, տանում էր, մտցնում էր հատուկ դպրոցներ, զորով էր վերցնում, ստիպելով, պատկերացեք, երեխա ունենաս, մեկ էլ սենց մի հատ կանադացի գա, ասի հոп երեխուդ դուրս տեղ։ Տանում էր, մտցնում էր այդ իրենց հատուկ սարքած դպրոցներում, այնտեղ զրկում էին այդ լեզվով խոսելուց, իրենց մշակույթը կիրառելուց, սարքում էին կանադացի այդ մարդկանց։ Այսինքն ինքը հնարամիտ ցեղասպանություն էր։ Ինքը թուրքի պես չէր, հա, ասենց գալիս յաթաղանը խլում էր, սպանում էր։ Հիմա օրինակ թուրքերը հիմա էլ են ավելի հնարամիտ անում։ Հիմա եթե տեսնեք Նիկոլ Փաշինյանի միջոցով իրենք ոչ թե ուղիղ մեզ սպանում են, այլ սենց զանգվածաբար փոխում են մարդկանց ինքնությունը, դանդաղ եւ տաժանակիր հոգեբանական ահաբեկչության միջոցով։ Սա եւս ցեղասպանություն է եւ սրա պատասխանը տրվելու է։ Նոր Ռաֆայել Լեմկիններ են գալու եւ սահմանելու են, ընդլայնելու են ցեղասպանության կատեգորիան։ Հիմա սահմանումը հիմա եթե այդ մտայնությամբ ենք վերցնում, ուրեմն Կանադային էլ պետքա դատապարտենք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել է։ Բելգիան էլի խայտարակ ցեղասպանություններ է իրականացնում մինչև 20-րդ դարի սկիզբ Կոնգոյում։ Չեք պատկերացնի ինչեր արել ընդհանուր մինչև, չգիտեմ, բանը երեխա բան կանիբալիզմ, մինչև անգամ մարդակերությունը հասնում իրենց վայրագությունները։ Բայց այդպես չի, մենք տեսեք նույնիսկ եթե խորանանք այդ ցեղասպանության կանխարգելման հայացողության մեջ, եթե մենք ուզում ենք որ ցեղասպանություն չլինի, չէ, Թուրքիայի համար փաստորեն այս ցեղասպանությունը բեռ է մնացել։ Իրանը անընդհատ շանտաժի են ենթարկելու։ Նա այս բեռի տակից անգամ եթե Հայաստանում հայտնվեն ինքնացեղասպաններ, այս ԿՊԻ պես մարդիկ, որոնք հրաժարվեն ցեղասպանության ճանաչումից, միևնույն է այդ խաղակարտը մնում է, այդ շանտաժը մնում է, որովհետև մարդկության դեմ հանցագործությունը Նիկոլ Փաշինյանով ու Կակոյ Նիբույս Ռուբեն Ռուբինյաններով պայմանավորված չի։ Մարդկության դեմ հանցագործությունը դա բոլոր մարդիկ են հավաքվում դա դատապարտելու։ Ու հիմա եթե այս երկու ցեղասպան վարչակարգերը Էրդողանն ու Նեթանյահուն իրար մեկը մեկին ցեղասպան անվանելով է փորձում աչոք հավաքել։ Շատ լավ է, եթե Իսրայելը գցեց այս թեման, հիմա դատապարտվում է, ցույցատրվում, որ ցեղասպանությունը լավ բան չի։ Էրդողանը, որ սենց իրան բանի Դոն Կարլեոնի տեղ դրած սենց ծանրակաշ սենց շարժվում է, երեք արդարանում է։ Մեր պատմության մեջ չի եղել ցեղասպանություններ, մենք ցեղասպան երկիր չենք։ Սենց դրա այդ մակարդակի են հասցրել, որ այդ մարդը նստի արդարանա։ Ոչ մի առաջնորդ չի ուզում, չէ, արդարանա։ Հատկապես եթե իրան տենց ասենց ձիգա ցույց տալիս ամբողջ աշխարհին, իսկ այս պայմաններում գցել են անենց իրավիճակի մեջ, որ ստիպված պետքա ստերով արդարանա, թե իբր մենք ցեղասպանություն չենք արել։ Բա կներեք էլի, բա այդ որտեղ են ընդեղի հայերը, որ ապրում էին, բան եղան, հա, տենց քարը վերցրեցին, իրանք լարեցին։ Մի խոսքով, այս Իսրայելի եւ առհասարակ մեր դիրքորոշումները ոչ թե պետքա լինեն Սերժ Թանկյանի մակարդակի, այլ պետքա լինեն ընկալելով բարոյականն ու քաղաքականը մի կողմից չհրաժարվելով բարոյականից, որովհետև ես ասում եմ, մենք քաղաքակրթություն ենք, որը աշխարհին կարգ ու կանոնի վերադարձնելու առաքելություն ունի, բայց մյուս կողմից չմոռանալով մեր ռազմավարական շահերը, հասկանում եք, եւ ես կարծում եմ, որ այդ հատկապես քաղաքական գործիչները, որոնք տիրապետում են այս ամեն ինչին եւ շատ արագ են ողջունում Իսրայելին, պետքա նաեւ այս բացատրությունները տան հանրությանը եւ վերադառնալով Սերժ Թանկյանին, չմոռանանք, որ Սերժ Թանկյանը դուք ասացիք, որ 2018 թվականին աջակցել է, հա լավ արի աջակցել է, այն ժամանակվա անարդարությունը դա էր, այն ժամանակվա անտրակեղծիքի դեմ պայքարի միջոցը դա էր, այն ժամանակվա 30 տարվա կուտակված այդ մաղձը բերել էր հասցրել էր այդտեղ,
պայքարել է, բայց դրանից հետո ուր է ինքը, երբ որ Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի կազմում, այդ ինչի չդատապարտեց Նիկոլ Փաշինյանը, ինչի մեր երկ չնվիրեց դրան, ինչի չասեց բանը Նիկոլ դու ցեղասպան ես, քո արածները ոնց է Նեթանյահուի վրա մատթափ տալիս Ամերիկայից։ Դե ոչինչ, ես կարծում եմ, որ Սերժ Թանկյանը նույնպես ինքն իր գերին է, որովհետև աջակցելուց հետո չի կարողանում ընկալի թե ինչ դիրքորոշում պետք է ունենա, իր դիրքորոշումը չի upgrade եղել, հա, զարգացել ու մենք պետք է իրան օգնենք, որովհետև ինքն էլ է մեր ընտանիքի անդամ ու պետք չի որ ինքը տենց մնա այդ հին տպավորությունների տակ։ Տեսեք, ինչ հետևողական Ալիևը եւ իր վարչակազմը աշխատում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցով, ՄԱԿ-ում հերթական անգամ բարձրացրել են այս պահանջը։ Հա, նամակներ են գրել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին։ Ըստ էության մեծացնում են ճնշումը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ բնականաբար Ալիևին որևէ խաղաղություն եւ խաղաղության պայմանագիր հետաքրքիր չի, մի ցեղասպանն էլ հենց ինքն է։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Մենք հասկանում ենք, որ այս process-ը այլևս չի կանգնելու եւ անընդհատ զարգանալու է, քանի որ Ադրբեջանում կա նպատակ, Ադրբեջանում կա փող եւ Ադրբեջանում կա Հայաստանը եւ Ադրբեջանում կա ՔՊԱ-ական իշխանություն Հայաստանում։ Այս իմաստով նրանք շատ լավ դրության մեջ են եւ բնականաբար Արցախի հանձնումից հետո սա պետք է տեղի ունենար, բայց մեր հակադրությունը սրան պետք է լինի այն, որ Բաքվում, Սումգայիթում, չգիտեմ, բանում, Գարդմանում, Գետաշեն, Խանլար եւ այլն, այդ բոլոր տեղերում պետք է հայերը նորից վերադառնան եւ ապրեն։ Ինչի դրանով հիմա չի զբաղվում այս մաֆիոզների խումբը, որովհետեւ գիտենք, որովհետեւ ինքը տակից աշխատում է Ալիևի նպատակները իրականացնելու համար, հա, այստեղ բան պետք չի շատ խորանալ պետք չի։ Ինքը երբ որ հակադրում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը արցախցիների վերադարձի իրավունքին, ոչ թե ասում է, դե այդ պարագայում Բաքվի հայերը պետք է վերադառնան եւ մնացած բոլոր հայերը պետք է վերադառնան, դա նշանակում է, որ այս տղան իսկապես օժանդակում է, որպեսզի այս Ալիևի մուրազը դառնա իրականություն։ Մեր խնդիրը այստեղ պահանջելն է, որպեսզի Բաքվի եւ ընդհանրապես Ադրբեջանում ապրող հայերը վերադառնան իրենց բնակավայրեր։ Եվ դա ոնց են կանելու շատ բարձ, տեսեք ոնց է անում Ադրբեջանը, այնտեղ սկզբից սկսում ես մշակութային փառատոներ ես անում, համաժողովներ ես անում, նամակներ ես հետո գրում, հետո ասենք հարցը հասցնում ես ԱՄՆ կոնգրես, ինքը աշխատանք է իրանից պահանջում եւ ներդրում է իրանից պահանջում։ Հիմա օրինակ Նայիրի Հոխիկյանը կազմակերպել էր Բաքվի հայերի վերադարձի կլոր սեղան քննարկում։ Այդ կլոր սեղան քննարկմանը ներկա էին մարդիկ, որոնք կորցրել են իրենց տները այնտեղ եւ ցանկություն ունեն վերադառնալու։ Ինչա, դժվար բան չի, չէ, ասենք վերցնում ես մի հատ տարածք, այդ խոսակցությունները սկսում ես սարքել, բայց սա հետևողականորեն պետք է աներ պետությունը, որովհետեւ պետության ձեռն է փողը, որը ինքը բաժանում է դատավորներին, որպեսզի իր օգտին վճիռ կայացնեն եւ չգիտեմ թոշակները բարձրացնում, որ ձայները գողանա, ընդ որում այդ թոշակների բարձրացումն էլ նրանց չօգնեց եւ պարգևավճարներ է բաժանում, որպեսզի կարողանա իր իշխանությունը իր այս տղաներով եւ աղջիկներով, դավաճան տղաներով եւ աղջիկներով պահի։ Էս է անում, այս դրա համար է զավթված իշխանությունը, հասկանում եք։ Այս պահին, եթե լիներ պետություն, ինքը առաջնորդվելու էր իմ շահերով եւ օրինակ Իսրայելի ցեղասպանության ճանաչման հետ կապված, այդ կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման հետ կապված, բան չել լինելու, էլի, ինչ բերանը ջուրը առած ինչ որ դավաճանի տեսքով չէր դուրս գալու
լրատվամիջոցների առաջ ու օգներ Թուրքիային այս բարդ կացությունից դուրս գալ։ Պատկերացնում եք, հիմա ասենք միջազգային լրատվամիջոցները տալիս են, որ Հայաստանը դες չի խառնվում հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ասենք շատ ծիծաղելի է, էլի, ասեք քո ազգի, քո տանիքի նկատմամբ այդ ոչրագործությունը այնտեղ ինչ-որ մեկը հարցը բարձրաձայնում է, ըստեղից ասում է մենք չենք խառնվելու այդ մեր նախնիներին սպանելու այդ թեմեքի մեջ։ Հա։ Եվ մի թեմայով գիտեք, որ սահման այսօր արդեն եզրափակիչ ելույթների փուլն է ՍԴ-ում։ Գիտեք, հետաքրքիր զուգադիպությամբ Սրբու Իգարյանը դատավորների նախագահի աշխատավարձերը բարձրացրել է եւ Դե նորեդ էի ասում, հա։ Դե գիտեք, օրինակ նայեք, նախորդ իշխանությունների այդ հայտնի բանը կար, որ 5000 դրամ են բաժանում ընտրություններից առաջ մարդկանց։ Հիմա թե որտեղից էր այդ փողը, ասենք կարող է իրանց այդ սխեմաներով ինչ որ փող էր կամ բիզնեսով էր, ինչ որ օբշակ էին գցում այդ փողը։ Հիմա փաստորեն մեր հարկերով սրանք կաշառք են բաժանում, այսինքն մեր քաղաքացիները հարկ են մուծում, որ սրանք գնան կաշառք տան դատավորներին, որ այդ դատավորները քաղաքացիների ձայների գողացման հետ կապված քաղաքացիների դեմ վճիռներ կայացնեն։ Ինչևէ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը լինելու է հօգուտ ձայնագողերի, բայց այնուամենայնիվ մենք պետք է հիմիկվանից ոչ թե մտածենք արդեն այս Սահմանադրական դատարանի որոշման մասին, այլ մենք լուրջ գործ ունենք անելու Սահմանադրության հանրաքվե են դնելու ահաբեկիչները, պատկերացնում եք Հայաստանում անլեգալ իշխանությունը, Արցախը հանձնած իշխանությունը փորձելու է հանրաքվեի դնի ու այս պահին փորձում է նվազեցնել մարդկանց ընտրողների քանակը, այն օրենքներ են բերում հակասահմանադրական, որ անցկացնեն, որ չգիտեմ 6 ամիս մի տարի ովքեր որ բացակայել են Հայաստանից ընտրելու իրավունքից զրկեն, տենց օրինակ կարան ասենք, չգիտեմ, բաներին էլ ասենք պատարակաղով ճաշուտողներին էլ ընտրական իրավունքից զրկեն, ավելի կքչանա կամ չգիտեմ, բանը առավոտը ժամը 10-ին արթնացողներին զրկեն ընտրական իրավունքից, տենց էլ ավելի կքչանա, այսինքն մենք գործ ունենք ռասիստական սեգրեգացիայի հետ, հա, որ հանուն իրենց իշխանությունը պահպանելու, ոնց որ ասենք բանն էր, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդ էր, հա, սևերը իրավունքներից զրկված էին։ Հիմա սրանք էլ իրավունքներից որոշակի խմբի փորձում են զրկել, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը, ու սրանք եվրոինտեգրման այս ձգտող իշխանություններն են։ Հիմա այդ փորձում են կրկին նորից ենք ասում, հիմիկվանից կեղծում են հանրաքվեի արդյունքները, որը որ կեղծիկներով պետքա դնեն հանրաքվեի։ Դրա համար սիրելի դիմադրության ուժեր, այս անգամ դուք չեք փորձվելու հանկարծ ասել, որ հանրաքվեն անցնելու է արդար պայմաններում եւ չգիտեմ, եթե ոչի շտաբ եք ստեղծելու, ոչի շտաբը հաղթելու է։ Այս պայմաններում ճիշտն ասած, եթե Սահմանադրական հանրաքվեն ընդունելու եք, որ հնարավոր է անցնի եւ դրանից որևէ հետևանք չունենա քաղաքացիական պայմանագիրը, կարծում եմ դուք այլևս չեք կարող լինել այն առաջնորդը այս ժողովրդի, որովհետև պետությունը վերանում է, եթե Սահմանադրության մեջից հռչակագիրը հանելու են, հռչակագիրը տապալելու են, վերացնելու են եւ Սահմանադրությունը համապատասխանեցնելու են, որպեսզի Հայաստանը ձուլվի Թուրքիային եւ Ադրբեջանին ու դրանից հետո հետևանքներ չի լինելու եւ ժողովրդին նախապատրաստելու են, որ դե գիտեք ինչ կա բաներ, այտենց արդար լինելու հանրաքվեն, ասենք Արցախը հանձնածները պետքա արդար հանրաքվե անեն կամ հիմա ոնց էր ընտրությունների ժամանակ, չէ, հարցազրույցներ էին տալիս, ասում էին դե բանը կեղծիկներ չեն լինելու առանց երբ որ կեղծիկները արդեն 5 տարի առաջ սկսվել էին։ Դրա համար այստեղ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը, որովհետև քաղաքացիական հասարակությունը պետքա բացատրի, որ հենց հիմիկվանից հենց այս ընտրությունները կեղծելով արդեն կեղծվում է հանրաքվեն եւ այդ հանրաքվեն նույնիսկ եթե դրվի, նույնիսկ եթե չդրվի, նույնիսկ եթե ինչ-որ թիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց այս բանի Վահագն Ձայնակաղի հետ նկարեն,
միևնույնն է, ոչ ոք պետք է չընդունի այդ արդյունքները որևէ պարագայում, ուստեղ արդեն սահմանադրական դատարան դիմելու հարց չկա, որովհետև սահմանադրական դատարանը մենք տեսնում ենք, ասենք Սեդա Սաֆարյանն է սահմանադրական դատարանի ներկայացուցիչը, ով քաղաքական հայտարարություններ է անում, ընդ իր աղբերն է Ստյոպիկը Սաֆարյան ստատուսներ է գրում, ասում է թե Սեդան ինչ հարցեր տա փաստաբաններին, սարքել են իրենց բանը, էլի այդ ընտանիքի այդ խոհանոցի բանը, մենդ քուրը աղբերը ճաշ է այփում, քուրը, չգիտեմ, բանը փաստաբաններին ալիսում։ Դրա համար այստեղ շատ կարևոր է։ Մենք ժամանակ ենք կորցնում, մենք հիմիկվանից պետք է արդեն սահմանադրական այս հանրակրվեի տապալման հետ կապված մեր ուղեղները, մեր էներգիան աշխատացնեինք, բնականաբար հասկանալի է, որ ազգային ժողովի մանդատները վերցնելու են, դա արդեն դրան նպատակադրված միջոցառումներ են իրականացվում, հանրությանը սկսել են հասկացնել, բացատրել, որ այո, մանդատները վերցնելու ենք, ճիշտն ասած նրա մեջ չվերցնելու մեջ էլ կա արդյունավետության հատիկ, վերցնելու մեջ էլ կա, դրա համար չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ, թե մանդատը վերցնելը լավ է, թե լավ չի, այնուամենայնիվ այդ մանդատները պետք է ամբողջությամբ ամենաարդյունավետ ձևով, ամենաաշխատասեր ձևով եւ ամենավճռական համարձակ ձևով օգտագործվեն Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի հռչակագիրը պահպանելու եւ այս ահաբեկչական խմբավորմանը հեռացնելու հարցում եւ այո, հիմիկվանից ասում եմ, ազատագրումը այն որ 8 տարի, լավ 8 տարի չէ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսվել է։ Հիմա նոր հնարավորություններ է ստեղծում, որովհետեւ այս հնարավորությունների մեջ այնպես չի որ դիմադրության ուժերի վիճակը լավ չի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը անլեգալ իշխանություն է, նրանք ընտրությունները կեղծելով են, այսինքն 100%-ի բոլոր ԿՊ ընտրած մարդիկ 100%-ն էլ զենքը գլխին դրել են, ասել են պիտի մեզ ընտրես։ Անկախ նրանից իրանք ինչ են ասում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ինքը իր գլխին զենքը դրել է, ասել է դու պետքա ընտրես ինքդ քեզ, որովհետև չի կարող ասենք Նիկոլ Փաշինյանը ընտրի քաղաքացիական պայմանագիր, երբ որ ինքը ասում էր սուպեր վարչապետական համակարգը պետքա վերացվի, երբ որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, հասկանում եք տարբեր են։ Դրա համար ինքը զենքը դրել է իր գլխին, որպեսզի ինքը հիմա ընտրի այս հիմիկվա Նիկոլ Փաշինյանին։ Սրանից հետևում է, սրանից ինչա հետևում մոռացա, մտքից թելը կտրվեց, բայց հեսա կփորձեմ վերականգնել։ Սրանից հետևում է, որ եթե նրանք անլեգալ իշխանություն են եւ այս պայմաններում պատկերացրեք թոշակները բարձրացրեցին, այդ ապահովագրությունը գցեցին մեջ, չգիտեմ, ընդ սրտիկ փրտիկներ էին սաղորը անում, եվրոպական աջակցությունը ստացան, Թուրքիայի աջակցությունը ստացան, Իսրայելի աջակցությունը ստացան, Բրիտանիայի աջակցությունը, ԱՄՆ-ի աջակցությունը ստացան, Ադրբեջանի աջակցությունը ստացան, լցրեցին բանտերով հազարավոր մարդկանց, ապօրինի գործեր սարքեցին են բոլոր են բջիջների վրա, ովքեր կազմակերպչական այդ աշխատանքներով էին զբաղված։ Էլա ատելության խոսք, էլա հաբեկում, ծեծ, ջարդ, սպանություն Արմեն Հովհաննիսյանին հիշենք, որ սպանեցին։ Չէ, Արմեն Գրիգորյանը դատարանում սպանեցին, այս Արմեն Հովհաննիսյան պաստառի համար, այս նախընտրական շրջանում պաստառի համար սպանեցին։ Հիմա պատկերացրեք, այս ամբողջը անելով, հետո ժամը 2-ին դուրս գալով ասելով, օ, մենք հաղթել ենք եւ այլն, այս ամեն ինչը անելով, նույնիսկ հիմա բանին Անդրանիկ Թևանյանին, Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին ձերբակալ, Ավետիք Չալաբյանն էլ վստահաբար իմացեք, է սահմանադրական դատարանի եւ սահմանադրական այդ հանրակրվեի կեղծիքների համար են բռնել, որովհետև Ավետիք Չալաբյանը երևակայական նոր առաջարկներ էր անում։ Մասնավորապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց սահմանադրական դատարանի մոտ պետքա մնանք ամեն օր, այսինքն գեներացնենք ինչ-որ ուժ հնարավորություն, որպեսզի սահմանադրական դատարանի դատավորները ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար որոշումը կայացնեն, այլ ըստ մասնագիտության։ Հիմա Ավետիք Չալաբյանը քանի որ մեկուսացված է, այդ կարծիքը, այդ առաջարկները անող, ինձ թվում է այդ թիմում չկա, դրա համար սահմանադրական դատարանի մոտ ժողովուրդը չի մնում ամեն օր, որ հուլիսի 4-ին ինչ-որ բան անի։ Ու չմոռանանք Անդրանիկ Թևանյանին էլ արեցին, որպեսզի ԲՀԿ-ի ձայները ջնջեն։ Մի խոսքով այս պատկերացեք, այս մառազմ էս ամեն ինչը արել են ու կարողացել են, ասել են լավ դե մի քիչ ամոթ է էլի, ասենք 50+ գոնե այսքանից հետո չնկարենք, ասել են Վահագն ջան, գոնե ասենք այդ 30% ձայնը որ ստացել ենք 49
ինձ 80 90 երևի ասել են 90 ընդդեղից մեկը ասենք Ալեն Սիմոնյանը ասել է դե չէ մի քիչ ամոթ է 90 եկեք 80 են ասես վիճակ էլի ու այս ամբողջ այս ապօրինությունները այսքան են կարացել հավաքեն այսինքն իրենք չեն ստացել մեր բնակչության քաղաքացիների 50+-ը իսկ այդ 49 եսիմ ինչքանն էլ բոլորն էլ զենքը գլխին դրած տարել են ասել են կընտրեք քաղաքացիական պայմանագրին այտենց հիմա սրանք պետքա ինչ-որ օրենքներ ընդունեն ստեղ հա այտենց մաֆիան էլ կարա այտենց գա նստի եւ իր օրենքները ընդունի կամ ասենք չգիտեմ ահաբեկիչները հենա ISIS-ը քանի տարի էր այդ մերձավոր արևելքում գրավել էր այտենց մարդկանց գլուխը փրթելով իր օրենքներն էր որոշել հիմա նույնը սրանք են դրա համար չենք ընկճվում ասել ենք ինչ արդյունք է լինի մենք մեզ պարտված չենք համարելու այս պայքարը ոչ մեզնով սկսվել է ոչ մեզնով ավարտվելու է իսկ ովքեր այս պայքարի մեջ են հավատացեք որ անմահ են որովհետև այն ինչ որ մենք վերցրել ենք մեր նախնիներից իրենց անմահացրել ենք իրենց միտքը անմահացրել ենք մեր գլխում է ապրում իրենց միտքը իրանք ֆիզիկապես թեև սենց չկան բայց միտքը մեր գլխում է հետեւաբար իրանք կան եւ այդ միտքը երբ որ փոխանցվելու է հաջորդներին ոնց որ Դեկարտն է ասում մտածում եմ հետեւաբար կամ մենք էլ լինելու ենք ուրիշի գլխում մտածվում եմ հետեւաբար կամ